Խլացուցիչները վերասարքավորելով վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը խիստ եւ հետեւողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում բարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում, գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Այնուհետև գործի ներգրավում է փորձագետը ենթարկում է զննության տրանսպորտային միջոցները եւ հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը։ Փորձագետների ներգրավումը իրավական տեսանկյունից ավելի անխոցելի է դարձնում ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր եւ հասցեատերերի համար համոզիչ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո բարեկային ծառայության կողմից վերցվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր 10-օրյա ժամկետով։ Այնուհետև վարորդի կողմից 10-օրյա ժամկետում թերությունը վերացնելու պարագայում ներկայացում են համապատասխան ապացույցներ եւ վարորդին վերադարձում է բնօրինակ հաշվառման վկայագիրը։ Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն 8։ Հարգելի վարորդներ, մի վերասարքավորեք խլացուցիչները եւ պահպանեք երթևեկության կանոնները։